Հայաստանում ավելի քան 180,000 մարդ ունի որևէ տեսակի հաշմանդամություն։ Հաշմանդամություն ունեցող Անուշ Ասլանյանն ասում է, սակայն նրանց առօրյան լի է դժվարություններով։ Մայթեր, որոնք թեքահարթակ չունեն, տրանսպորտ հարմարեցված չէ, աշխատաշուկա փակ դռներով։ Ինչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցողները եւ ինչ լուծումներ կան։ Գործատու հաշմանդամություն ունեցողներ կապող օղակի բացակայության պատճառով երկու կողմն էլ դժգոհ են, ասում է Անուշն ու հավելում։ Շատ կարևոր է դիտարկել նաեւ բիզնեսի տեսանկյունից։ Մեր թիմում է եղել, երբ որ փորձել են այլ աշխատակիցներ, ընդունվեն այլ կառույցներ, ուղարկել են իրենց ինքնակենսագրականները, այնտեղ չեն նշել իրենց հաշմանդամության փաստը, որը ցանկությամբ անձն է որոշում նշել թե ոչ, եւ գնացել են հարցազրույցի, շատ ուշադիր նայել են, նույնիսկ զարմանքով, եւ նշել, որ կզանգահարեն, մինչ օրս զանգահարում են։ Անուշը դժգոհում է, թե հաշմանդամություն ունեցողին գործատուն հարկել չի համարում բացատրել աշխատանքի չընդունելու պատճառը։ Ասում է, պետությունը քայլեր ձեռնարկում է, բայց դանդաղ, օրինակ, որպես անկախ կյանք ունենալու բաղադրիչ նախորդ տարվանից ներդրվել է անձնական օգնական ունենալու ծառայությունը, որով անձը ըստ իր կարիքների դիմում է ու փորձաքննությամբ օգտվում անձնական օգնականի ծառայությունից։ Հանրապետությունում ունենք ընդամենը 204 անձ, ովքեր օգտվում են այդ ծառայություններից։ Միայն Լոռու մարզում ընդամենը 11 հոգի, հետևաբար ծառայությունը իր սահմանափակումներով թույլ չի տալիս մարդկանց օգտվել։ Օրինակ, պարտադիր պահանջներից մեկն այն է, որ հաշմանդամություն ունեցողը պետք է 15 տարեկանից բարձր լինի, նաև պետք է պարտադիր աշխատի կամ սովորի։ Մենք այսօր նաև շեշտադրելու ենք զբաղվածությունը, որովհետև մենք տեսնում ենք, որ հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձինք դուրս են մնում զբաղվածության ոլորտից մեր երկրում եւ չեն կարողանում իրենց իրացնել իրապես աշխատաշուկա։ Մասնագետների համոզմամբ շատ կրթական հաստատություններ չունեն հատուկ պայմաններ, ինչը հենց սկզբից սահմանափակում է մարդու զարգացման հնարավորությունները։ Սոցիալնախարարության տվյալներով այժմ գործում են մի քանի ծրագրեր վերաինտեգրման եւ աշխատանքի տեղավորման համար, բայց մասնագետների խոսքով համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, քանի որ իրական ներառական հասարակություն կառուցելու համար բավարար չէ միայն օրենքներ ընդունել, անհրաժեշտ է միջավայր, որը հավասար հնարավորություն կտա բոլորին, անկախ առողջական վիճակից։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։